Տիկին Բաղդասարյան երեք վարչապետը եղել է Գյումրիում, գալա միջոցառումից հետո նա զբոսնել է Գյումրիում, շփվել գյումրեցիների հետ, նկարվել, դուք նույնպես ներկա եք այդ զբոսանքին, ձեր գնահատականը ինչպես արձագանքեցին գյումրեցիները վարչապետի այդ զբոսանքին։ Ինչպես միշտ պարոն վարչապետի յուրաքանչյուր այց Գյումրիում անցնում է շատ բուռն, ջերմ եւ գրկաված եւ նախորդին էլ այդ ամենի ականատեսը եղանք, կարևորն այն է, որ այդ ջերմությունը խիստ փոխադարձ էր եւ կարևորն է, որ Գյումրիի դրամադրվածությունը անգամ նախընտրական քարոզարշավից դեռ 1 շաբաթ շուտ շեշտակի կերպով զգացվում է։ Ընդդիմադիր լրատվականները գրում էին, որ հանդիպումը լավ չի անցել։ Խնդրեմ լավ մասով ելնեմ։ Անկեղծ ասած սոցիալական հարթակներում նման ինչ-որ գրառումների հանդիպեցի, որը միայն ժպիտ առաջացրեց, որովհետև եւ գաղամիջոցառումը բավականին բարձր մակարդակով կայացավ եւ այնուհետ կարճ զբոսանքը եւ անմիջական շփումները, որ կարծեմ արդեն իսկ հրապարակված է փաստերով, այսինքն եւ տեսանյութերը եւ ֆոտոշարքը, որը հրապարակված է, խոսում է ճիշտ հակառակի մասին։ Ես հասկանում եմ այն բոլոր վախերը, որոնք ունեն ընդդիմության ներկայացուցիչները, որ իրենց պարուրել է այս օրերին, պարզ է, որ նման բազմամարդ երթեր դժվար թե կարողանան կազմակերպել եւ շատ դժվար է Գյումրիում հպարտորեն շրջել, հատկապես եթե դու ասոցիացվում ես այնպիսի քաղաքական ուժերի հետ, որոնք տարիներ շարունակ կեղեքել են Գյումրիին, որոնք հետ երկրաշարժյան Գյումրին վերածել էին մեկ թույլ կետի, որը պետք էր միշտ պատժել։ Իսկ Գյումրին էլ միշտ տալիս էր համապատասխան գնահատական։ Իդեպ վարչապետը նաև հայտարարություններ է արել Գյումրիում իր ելույթի ժամանակ անդրադառնանք մի քանիսին, նա նշել է, որ Գյումրու ընտրություններում որոշ դեմքեր տեսնելով մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքների մասին եւ հիշողությունն արտահայտեն քվեարկություն։ Ես որպես գյումրեցի կարող եմ եւս մեկ անգամ փաստել այն ամենը, ինչ որ եղել է Գյումրիում այդ տարիներին, երբ ընտրությունների ժամանակ լույսեր էին հանգում, երբ ընտրությունների ժամանակ ինչ-որ մարդկանց ազգականներ գալիս էին ընտրատոփերն էին տանում, փորձում էին սպառնելիքներ հնչեցնել, մարդկանց էին ահաբեկում, մարդկանց հետ քաշքշուկ եւ ծեծկռտուկ էր լինում, այդ ամենը նկարահանված կա, փաստերով կա, եթե անհրաժեշտություն կա կհրապարակենք։ Եվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր գյումրեցի հիշում է այն անսարսափը, որը տարբեր տարիներին եղել է եւ որը տարբեր իշխանական ռեժիմների հստակ ձեռագիր է։ Այո, հենց այդ նույն ուժերի ներկայացուցիչները ինչ է հույսը դրել են, որ կրկին այդ կերպն փորձելու ինչ-որ ընտրությունների մասնակցել։ Լավ կլիներ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը հայտ է ներկայացրել Գյումրու համար, ունենար ինչ-որ ծրագիր եւ ասել ինչ է պատրաստվում անել։ Այժմ ընդհանրապես մենք ականատես ենք լինում, որ քաղաքական երկու ռեժիմները ընդգծված կերպով եւ իրենց հետ աֆիլիացված արբանյակները փորձում են ժամանակի թալանը, ժամանակի կողոնը, որը ունեցել են որևէ կերպ պահել։ Ինչպես պարոն վարչապետը նախորդին նշեց, հստակ կերպով կան քրեական գործեր, կա դատավարության ընթացք եւ բազմաթիվ գույքեր, իսկ դրանք 1-2 տասնյակը գերազանցում են իմ իմանալով, գոնե այն ամենը, ինչ որ հրապարակային արդեն դատաքննությունների ընթացքում հնչեցվել է, այն ամենը, ինչը դատախազները մեղադրանքի մեջ դրել են, մենք տեսնում ենք, որ Գյումրու եւ պատմական միջուկը եւ շատ ու շատ շինություններ ասոցացվում են ինչ որ մարդկանց անունների հետ եւ սա ոչինչ է, երբ որ դու տեսնում ես, որ մարդիկ քաղաքական հայտ ներկայացնելով փորձում են իրենց ներկայացնել որպես զոհ։ Ես կարծում եմ, որ այստեղ որևէ բացահայտում արած չեմ լինի եւ յուրաքանչյուր շարքային գյումրեցի գիտի դա Գյումրիում որն ինչպես ում եւ ինչու է պատկանում եւ պարոն վարչապետի ընդգծածը դա էր, որ մարդիկ փորձում են քաղաքական հայտ ներկայացնելով փնտրել իրենց կաշիները բարի բուն եւ փոխաբերական իմաստով։ Այս մասով եւս նշել է վարչապետը խոսել է ապօրինի գույքի մասին, հիշեցրել նախկին նախագահների ու Միքայել Մինասյանի ունեցվածքի մասին եւ շեշտել, որ Գյումրու ընտրապայքարը այս մարդկանց համար գողացվածն ու թալանվածը պաշտպանելու վերջին ճակատամարտն է։ Պարոն վարչապետը եւս մեկ անգամ փաստել է այն, ինչ իրականում կա, որովհետեւ նույնիսկ տեխնացուներն են ասում, որ նրանք քաղաքական պայքարի մեջ մտել են կամ որպեսի այն քրեական գործերը, որոնք արդեն իսկ հարուցված են, փորձեն ինչ որ կերպ այդ իրավիճակից դուրս գալ, այսինքն քաղաքական, այսպեսի ասած շղաշով փորձում են իրենց զոհ սարքել, կամ նույնիսկ այսպեսի տեսակետ է հնչում, որ Գյումրու ընտրությունները պետք է որպեսզի 2026 թվականի ընտրություններում իրեն պլացդարմ լինեն անդիմադիրների համար։ Այն ամենը, ինչ ասում եմ, նույն այդ տեխնացուները իրենց խոսքում նշում են։ Այսինքն մենք բարձրորոշ կերպով տեսնում ենք, որ սա ընդհանրապես սեփական ինչ որ ունեցվածքը, որը ապօրինի է
սեփական ինչ-որ հեղինակությունը վերականգնելու այդպիսի ճղածիկ փորձեր են իրականացվում։ Իդեպ իմ վերջին հարցազրույցների ժամանակ, որում խոսում էի կրկին Գյումրիից թալանվածի մասին, տեխնացուներից մեկը իր բնորոշ ձեռագրով այժմ համատարած փորձում է ինչ-որ վարկաբեկել ինձ։ Մարդկանց է վարձում, որ իրենք բնորոշ փողոցային շատ գրեհիկ բառապաշարով փորձեն անվանարկել կամ վարկաբեկել ինձ ու իմ ընտանիքի անդամների, փառքաստո եւ ինձ են ճանաչում Գյումրիում եւ իրեն են ճանաչում, իսկ այս ամենի մասով ես ուզում եմ ասել, թե եթե ձեզ թվում է, որ քաղաքացիական պայմանագրից ինչ որ մեկը կարող է ինչ որ մի կերպ ընկրկել, վախենալ կամ այն հանգամանքը, որ ես կին եմ, ինձ կարելի է թիրախավորել եւ դա անպատասխան եմ ընտալու, դա իրականությունից շատ հեռու է, որովհետեւ մեր կամքը ամուր է քարիցելի եւ մենք նահանջի տեղ չունենք։ Երեկվա գյումրեցիների ընդունելությունը ձեզ վարչապետին ձեր քաղաքական թիմին կարծում եմ դրա լավագույն պատասխանն էր։ Մեզ համար դա նորություն չէ, դա ինչ-որ անհավանական չէ, դա բնականon ընթացք է։ Ես Գյումրիում երկար տարիներ ապրել եմ, Շիրակի մարզպետ եմ եղել շուրջ 2 տարի եւ յուրաքանչյուր անգամ եւ գյումրեցիների հետ անմիջական շփվելու հնարավորություն ունեմ։ Ընդհանրեն իմ ներքին համոզմունքները վերահաստատվում են եւ Գյումրին շարունակ զարգանալու է, այսինքն այն ամենը ինչ որ եղել է երկրաշարժից հետո 30 տարիների ընթացքում եւ այն ամենը ինչ կերպարն է փոխվել է վերջին տարիների ընթացքում, դա այդ թվում այս իշխանությունների կարևոր ձեռքբերումն է եւ դա լինելու է շարունակական։ Այ որոշ տեխնատուների եւ ոչ միայն Գյումրիում ժողովուրդը ասում էր բդեշկներ, տեղական իշխանիկներ, որոնք այս ընտրություններին կրկին ինչպես դուք նշեցիք, փորձում են տրամպլին հանդիսանալ 2026-ին այդ հենասյունը դառնալու, որպեսզի կրկին գան իշխանության բոլոր այն մարդիկ, որոնց մերժել են 2018 թվականին։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը թույլ չի տա քաղաքական դիակներին վերակենդանանալ։ Եւ նաեւ կխնդրեմ ամփոփելով ձեր տեխնատուի շանսերը ինչպես է գնահատում։ Մենք վստահ ենք, որ քաղաքը գնահատում է այն փոփոխությունները, որը ընդամենը վերջին 1-2 ամիս այս պաշտոնավարման ընթացքում ցուցաբերել է պարոն Սարիկ Մինասյանը եւ մեր Սարիկի հանդեպ ունեցած վստահությունը մեր քաղաքացիների, մեր քաղաքի նկատմամբ եւս մեկ անգամ վերահաստատվելու է արդեն մարտի 30-ին։ Ես առավել քան համոզված եմ, որ քաղաքի շահը լինելու է այս դեպքում գերակա եւ գյումրեցիները քվեարկելու են հանուն Գյումրու եւ հանուն մեր Սարիկ Մինասյանի։ Նայեք, Գյումրիում բազմաթիվ խնդիրներ կան, չլուծված, եւ եթե համեմատում ենք հանրապետության մյուս բնակավայրերի հետ, ապա Գյումրիում քիչ ծավալով աշխատանքներ է իրականացվել։ Նույն չեմ ասում, որ սա որպես նախընտրական խոստում ասեք, բայց քանի որ այդ սուբվենցիաները նաեւ Գյումրիին պետք է վերաբերեն, այդ գոնե 1 տարի հետո կտրվածքով ինչպիսի Գյումրի կունենա։ Թույլ տվեք չհամաձայնել, որ Գյումրիում քիչ ծավալի աշխատանք է կատարվել, այս 7 տարիների ընթացքում սուբվենցիա ծրագրերը 11 միլիարդ գերազանցել են, բայց մենք ուղիղ տարածքային զարգացման հիմնադրամով ուղիղ պետական բյուջեից ֆինանսավորված ծրագրեր ունենք, օրինակ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը, որը գրեթե 6 միլիարդ դրամ ուժեղություն ունի։ Ընդհանուր շինարարության ծավալները իրապես շատ մեծ են, եթե օրինակ հիշենք եւս մեկ վարկային ծրագրով իրականացված կարևոր ծրագիր, որով առաջիկայում նաև անի եւ մուշտը համասերն են վերակառուցվելու շուրջ 83 միլիոն եվրո, եթե չեմ սխալվում, արդեն Գյումրու որոշ փողոցներ, նաև կենտրոնական հրապարակներից 3-ը այդ ծրագրով վերանորոգվել են, այնպես որ աշխատանքային ծավալը ել ավելի է ավելանալու, որպեսզի նախընտրական խոստում չհնչի, իսկ մենք ամեն ինչ ապացուցելու ենք աշխատանքով։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։